Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են նստաշրջանի վերջին նիստին, որի օրակարգը շատ խիտ է լինելու։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է արժանապատվից ներկայացնի 24 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա կառավարության մյուս անդամները։ Այնուհետև վարչապետը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաև ԱԺ Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայացնի իր միջնորդությունը երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վավիթ հարուցելու վերաբերյալ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Վեհափառին գանկեց այն շուրջ իշխանությունում պարզվում է քննարկումներ են եղել։ Տարբերակներից մեկը կաթողիկոսյանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը զադնի գնի։ Հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցում պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն աղանդավորներին։ Որոշ հարցումներից և զոնդարից հետո որոշվել է Փաշինյանի ասած «Քամ» համակարգող խումբը ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը, հետո այդ 10-ը իրենց հերթին պետք է խմբեր ձևավորեն և լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ և շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը, հույս ունենալով, որ հանրությանն այնքան կգժվացնեն, որ կհաջողվի կաթողիկոսին մերժել, նրա նյարդերը Սերժ Սարգսյանի օրինակով տեղի կտան և նա դիմում կգրի կգնա։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագրի News կայքում։